Բարև ձեզ, իհարկե նախորդիվ ասել եմ ինչ տարօրինակ իրավիճակում ենք հայտնվում, բայց եթե կարճ անոնսավորեմ, փնտրվում է Արեգնազ Մանուկյանի բողոքը, որը դուրս է եկել եւ բողոքի նյութերը, որոնք դուրս են եկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանից, առաջինատյանի եւ այդպես էլ վերաքննիչ դատարան չեն հանձնել։ Դուրս են եկել հուլիսի 14-ին եւ ավելի ճիշտ բողոքն ուղարկվել է հուլիսի 14-ին ըստ մամուլի տարբեր հրապարակումների, չգիտեմ, մոտավորապես 1 շաբաթ առաջ է այս մարմինը, որի դիմաց որ կան հավաքված ենք, Բարձրագույն դատական խորհուրդը լրատվամիջոցներին հայտնել է, որ սահմանված ժամկետում գործի նյութերը դատարանի կողմից ուղարկվել են, բայց միևնույն ժամանակ վերաքննիչ դատարանը այդպես էլ դրանք չի ստացել։ Համեմատության համար ասեմ, որ Երևան քաղաքում փոստային առաքումները հասնում են 1 օրվա ընթացքում, թե ինչու են այդ գործի նյութերը դուրս եկել եւ այդպես էլ տեղ չեն հասել, մեզ հայտնի չի։ Այսինքն 3 շաբաթ է տեղ չի հասնում դիմումը։ Բողոքը տեղ հասնում է, բայց այն պատճառաբանությամբ, որ բողոքի հիման վրա դատարանի քննած նյութերը չեն հասնում վերաքննիչ դատարան, այդ հիմքով մակագրում տեղի չի ունենում։ Այսինքն առաջինատյանի դատարանի նյութերը Արեգնազ Մանուկյանի կողմից չեն հասնում վերաքննիչ դատարան։ Այո, չեն հասնում վերաքննիչ դատարան, ինչը եթե սկզբից փորձեցի ճիշտն ասած մեկնաբանություն փորձել գտնել, ասելով դե լավ, եթե գործը ինչ որ առումով գաղտնիության ռեժիմ ունի եւ այլն, գուցե գաղտնիության ռեժիմով պայմանավորված այլ կարգ է գործում, բայց դե մեկ է, այդ էլ արդարացում չէ, հետո լավ գործընկերներից հիշեցրեցի, որ չէ որ այդ նույն գործով անցնում է Անդրանիկ Թևանյանն, այդքան չէ լինում, որ պարոն Թևանյանի վերաքննիչ բողոքը մի անգամից այդպես տեղ է հասնում, քննվում է, իսկ Արեգնազ Մանուկյանը չի քննվում։ Միտում եք տեսնում դուք Գերտախիլ Սողոյան։ Պրակտիկայում եղել է 18 արդարների գործով, կհիշեք, երբ որ 18 անձինք էլ գտնվում էին կալանքի տակ եւ այնտեղ 38 հատոր գործեր, երբ որ գործը ավարտվեց եւ գնաց առաջին ատյան պարոն Ֆարխան նախագահությամբ քննության, սկզբի ժամանակներում այդպես էր, նույնիսկ ավելի շատ էին, կհիշեիք էլի պատգամավոր Արթուր Սարգսյանի դեպքեր, կարծեմ 20 թե 30 օր էր անցել, բայց չէր մակագրվում, որը էլի արդարացում չի, բայց գոնե ֆիզիկապես այդ մրոտած էջերը նայելով հասկանում էինք, որ պայմանական ասած այդ մի քանի հատոր գործը ծավալները հաշվի առնելով, այո, կարող է ֆիզիկապես դատարանի աշխատակազմը չէր հասցնում, քանի որ այսինքն մի նիստով մոտապես 4-5 մեղադրյալի հարց քննվում էր, այդքան անձի վերաբերյալ բողոքների նյութերը գուցե եւ չէին հասնում, բայց այս պարագայում առնվազն տարօրինակ է այս մոտեցումը, առնվազն տարօրինակ։ Դուք այսինքն միտում ինչ որ տեսնում եք, որ միտումնավոր է ձգձգում, միտումնավոր առաջինատյանը վերաքննիչ չի ուղարկում այս գործերը։ Տեսեք, այսպիսի աբսուրդ վիճակ, երբ որ առաջինատյանին հարցնում ես, ասում է ես ուղարկել եմ, ասում եմ դուրս է եկել նյութերը դատարանից եւ այդ տենց էլ տեղ չի հասել։ Այսպիսի իրավիճակ երբևէ չենք հանդիպել։ Ու այստեղ այո, միտում կարող ենք տեսնել, տպավորությունս այնպիսին է, որ այն աստիճան խայտարակ ու ապօրինի նաև անմարդկային որոշում է կայացվել Տիկին Մանուկյանի գործով, որ գուցե եւ գտնում են, որ օրինակ վերաքննիչը պետք է այսպես թե այնպես, չգիտեմ, փոխի կամ ինչ որ մի մեղմացում անի, գոնե տեսակցությունների մասով։ Եվ այս ձգձգումով փորձում են մի վերջի վատություն անել։ Եվ քիչ առաջ նոր Մանուկ Սուքեսյանը հայտարարեց, որ երեխայի հետ Արեգնազ Մանուկյանի հոգեբան է աշխատում, եւ հոգեբանը որոշակի եզրակացություն է հետևել, կներկայացնեք ինչ։ Ուրեմն հոգեբանը ներգրավել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի նախաձեռնությամբ, որովհետեւ պաշտպանի կողմից կատարված հայտարարությունն էլ իր մեջ պարունակում էր այդ հստակ գնահատականը, որ նորմալ չի երեխային զրկել մոր հետ շփվելու իրավունքից եւ պարզ էր, որ դեռահասության տարիքում գտնվող երեխայի նկատմամբ չէր կարող դա բացասական հետևանք չունենար եւ հոգեբանը ներգրավել է։ Հոգեբանը ներգրավել է, երեխան այցելում է հոգեբանին, շատ մանրամասներ չեմ ուզում ասել, բայց նույնիսկ մենք ունենք արդեն իսկ դրված հոգեբանի եզրակացությունը, որն ասում է, որ երեխային մեծագույն ստրես է պատճառվել, երեխայի մոտ առկա են որոշակի արդեն իսկ հոգեսոմատիկ դրսևորումներ,
կապված հենց այս կալանավորման եւ այս շփման բացակայությամբ։ Քանի տարեկան է երեխան։ Երեխայի 14 տարեկանը կլրանա օգոստոսի 19-ին։ Ոնց եք վերաբերում, որ կալանավորելուց առաջ տանը խուզարկություններ են արել, մենք տեսել ենք Վիկի Մանուկյանի տարածած տեսանյութերը, կարծես թե երեխայի ներկայությամբ բանա։ Ես այդ տեսանյութերը անկեղծ ասած չեմ տեսել, բայց բնականաբար երեխայի լավագույն շահը պահանջում է, որպեսզի պետական մարմինները իրենց ցանկացած գործողություններով վստահ եմ իրենց համար նորություն չի եղել, իրենք դուռը բացելիս չեն իմացել, որ Արեգնազ Մանուկյանը անչափահաս երեխա ունի եւ իրենց գործողությունները պետք է կատարեն բացառապես չվնասելու առաջին հերթին սկզբունքով։ Ու այս պարագայում ես ասում եմ, իրենք ոչ թե այսպես collateral damage հարակից վնաս են պատճառում, այլ իրենք ուղիղ խոշտանգելը մի քիչ մեր ընկալումներում այլ է ընկալվում, բայց եվրոպական տերմինաբանության մեջ հենց խոշտանգում տերմինն էլ օգտագործվում է դաժան կամ անմարդկային վերաբերմունք։ Սա ուղիղ անմարդկային վերաբերմունքի դրսևորում է, որովհետև չի կարող լինել որևէ իրավաբան կամ ոչ իրավաբան, որը կարող է հիմնավորել երեխայի հետ մոր չշփվելու իրավաչափությունը։ Միակ բացառությունը, որ կարող էր լինել, դա այն դեպքներ, երբ որ հանցանքը վերաբերեր հենց, եթե օրինակ վերցնենք, հենց երեխայի առնչվեր, այսինքն ենթադրենք կան հիմա մեր հասարակությունում դեպքեր, երբ որ բռնություն գործադրողը կամ բացասական ազդեցություն գործադրողը երեխայի նկատմամբ հենց ծնողն է։ Բայց այս այդ դեպքը չի պատգամավորներից Հասմիկ Հակոբյանն ասում էր, որ իհարկե լավ չի, որ երեխայի հետ չի շփվում, բայց ամեն դեպքում հաշվի առնենք, թե ինչու է նա մեղադրվում, այսինքն հողում անելով մեղադրանքին, որը նաև առնչվում է Անդրեաս Թևանյանին։ Շնորհակալություն, որ այդ հարցը տվեցիք, ուզում եմ նախ եւ առաջ այդ ֆրեյմինգին անդրադառնամ։ Տեսեք, էլի ինչ մանիպուլյացիա են անում, ասում են պետական դավաճանություն։ Բացառապես ոչ, ուզում եմ եւս մեկ անգամ ասեմ, որ Արեգնազ Մանուկյանը չի մեղադրվում պետական դավաճանության մեջ։ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը ենթադրություն է այն մասին, որ ենթադրաբար որևէ պետական գաղտնիք հավանաբար փոխանցվել է Արեգնազ Մանուկյանի կողմից Անդրանիկ Թևանյանին։ Դա իր բովանդակությամբ հանդիսանում է միջին ծանրության հանցանք, եւ եթե նույնիսկ այդ միջին ծանրության հանցանքը տեղի ունեցած լիներ, ինքը իր բնույթով չէր կարող հիմնավորել երեխայի հետ արգելքի անհրաժեշտությունը շփման, որովհետեւ իրապես չկա որևէ տրամաբանություն։ Եկեք չմոռանանք, այդպիսի իրավական կատեգորիա չի։ Խափանման միջոցը ունի հստակ տրամաբանություն, ինքը չունի պատժիչ նպատակ, ունի կոնկրետ վարույթին ընթացքը ապահովելու նպատակ։ Հիմա վարույթի ընթացքի տրամաբանությամբ ոնց կարող էր 13 տարեկան երեխան ազդեցություն ունենալ այդ արդարադատության փոխանցման այդ մեղադրանքը չի ենթադրում։ Չի ենթադրում որևէ, ասում եմ, եթե մեղադրանքը այնպիսին չէ, որ Արեգնազ Մանուկյանը բռնության էր ենթարկել իր երեխային եւ այլն, կամ երեխայի հանդեպ էր ինչ-որ մի բան անել, երբ որ մենք ունենք հոգեբանի եզրակացություն, որը ասում է, որ երեխան մեծապես կապված է մոր հետ, երեխան ապրել է նորմալ ընտանիքում, իր համար այդ տարիքում շատ կարեւոր են հոգեսոցիալական կապերը իր ծնողների հետ, այդ պարագայում առհասարակ դուրս է գալիս երեխայի հետ շփման արգելքը որևէ կերպ փոխկապակցելը այս վարույթի հետ։ Ես ուզում եմ հիշեցնել էլի օրինակ բերելով Սրբազան պայքարի դեպքը։ Այս դեպքում մարդիկ մեղադրվում էին մի քանի անգամ ավելի ծանր հանցանքի մեջ, ահաբեկչության նախապատրաստության իշխանության զարթում։ Ենթադրվում է, որ եթե այդպես սուպեր ահաբեկիչներ էին, ինչ որ սուպեր բարդ կոմբինացիաներով իշխանազավթում էին պլանավորում, բնականաբար իրենց հանցավոր մտադրությունները եւ այս սխեմաները ավելի բարդ էին ու կարող էին նույնիսկ տարածվել նրա վրա, որ օրինակ մերձավոր ազգականների եւ երեխաների հետ շփումները արգելվեին, բայց այս պարագայում նույնիսկ այն պարագայում, երբ որ այդ աբսուրդ մեղադրանքը առաջադրվել էր, մարդկայնության սահմանը չէին հատել եւ երեխա ունեցող մարդկանց եւ առհասարակ մեղադրյալներին չէին արգելել իրենց հարազատների հետ շփվել։ Այստեղ էլի եմ ասում, ոչ մեկ թող որպես պատրվակ չբերի այդ մեղադրանքի էությունը, այդպիսի մեղադրանքներ ցավոք սրտի շատ ենք տեսել։ Որևէ մեղադրանքի էություն այս անմարդկային վերաբերմունքը արդարացնել չի կարող։ ԲԴԽ-ից ունեք որևէ արձագանք, Տիկին Սողոյան, թե ինչու մենք
դիմել ենք դատարանի նախագահին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, խնդրելով պարզաբանում, դեռևս պատասխան չենք ստացել։ Իմ տեղեկություններով ձեր գործընկերները դիմել են բարձրագույն դատական խորհրդին, կարծեմ տիկին Նաիրան Բուլղադարյան դիմել էր եւ իրեն հավաստիացրել են մի քանի անգամ, որ նյութերը օրենքով սահմանված ժամկետում, կարգով ուղարկվել են վերաքննիչ դատարան։ Ես երեք էլի, քանի որ գործընկերս զանգեց, ասացի նորից զանգեմ վերաքննիչ դատարան։ Վերաքննիչ դատարանում մի քանի մասնագետների հետ շփվելով իրենք ասացին, ոչ անհնար էր այդպիսի բան, եթե մենք նյութ ստանայինք եւ մակագրումը տեղի չունենար։ Եւ ունենք այն ինչ որ ունենք։